Ոլորապտույտ լեռնային ու վտանգավոր ճանապարհները մեզ տանում են Լալվարի փեշին ծվարած Կաճաճկուտ։ Գյուղը ծածկված է սպիտակով ու մարդկանց ակտիվություն գրեթե չկա։ Չնայած խիստ սառնամանիքին, գյուղի առաջին տանտիրուհին Սրբուհի տատը փորձում է անցանելի պահել տուն բերող երկար արահետը։ Անցյալ տարի տատի 2 ջահել թոռներն էլ գյուղից Երևան գնացին։ Թե ինչ են գտել այդ քաղաքում, ասում է տատն ու ինքն իրեն հույս տալիս, որ մենակ էլ գլուխ կհանի։ Բայց դե ես էլ ուշա ուժ եղքենից եմ, կարնեմ դիմադրեմ։ Ասլեն հենքան եմ, բարի կարենամ, հասավերվեմ, ռեկանցել մտի կանեմ եթիմ եղեք են, որ չեր ունեն, ոչ մեր ունեն։ Վերջը, ինձ ոնց կարում եմ ատեն հասավերում։ Ես վերստի կարացել եմ ես բունը դրել եմ ու շլակով, բարնով ճամփա չենք ունեցի, արել ենք։ Դիմադրել եմ, ել էտ ռեխանցն եմ դիմադրում։ Լալվարի ստորոտին փռված այս գյուղում հարցներ չեն գալիս, սա Սրբուհի տատի ամենամեծ ցավն ու դառն է։ Ամուսնության ճանապարհը Կաճաճկուտցի տղաների համար փակ է մնում, քանի դեռ հարսնացուները իրենց թանկացնում են ու չեն ուզում գալ 1000 ու մի խնդիր ունեցող գյուղ, որտեղ կյանքը ճիշտ է այդքան էլ հեշտ չէ, բայց եւ անտանելի չէ։ Տատը սրտի խորքում կասկածներ ունի, թե աղջիկների սերն իսկական չէ։ Ով չի ցանկանում գալիս, եթե տղին սիրող տղա յալում աղջկանը։ Նա գալիս ասարի տերზე գնում է։ Եթե սիրել չի գնա, որ սիրում չեն գալիս չեն։ Եթե տղին սիրեն, չարումներ կնստեն, բայց թմու չկա, գալիս չեն։ Մեկ եղի տղերքը, չիվան ամուսնանալ են, 30 տարեկան, 50 տարեկան, չիմ ամուսնացած չեն։ Եթե սուբահման են գալի։ Բանաստիլի։ Գդիլ է տեցել պրոում են։ Տատը Կաճաճկուտի աղջիկ է, այստեղ էլ ամուսնացել է ու դժգոհ չէ, մաքուր լեռնային օդն ու անարատ կադմածունն իրեն առողջ են պահել, բողոքելու տեղ չունի, ասում է։ Առողջությունս չափից կորավ լավն եմ։ Այդ գնովը զինը այսքան էր։ Դոդ ասի մին դուրս եմ գան։ Գնացի, երմտիկ չարի, ասի լաբոլ հերոս կնիկ եմ, որ կարում եմ դուրս գան։ Ուր գնացի։ Ու գնացի, ու ետեկա։ Այսել երհերևաննա, սա չի գիտաց երեգի, որ ես դուրս եմ եկել։ Դա է մեկ ասավ, եկավ ասավ, սուրս բուկեկել եմ չես ասվիլապենամ իմ չելավեն տնիկը։ Էտել ալավ չէ, հրաղական աղջիկա, ինձ օգնում է, գալիս է, չի բրախում, որպես բանքել մոտի քրևան չկա էլի, միակ են կստի։ Կաճաճկուտը գտնվում է Լալվար սարի հարավ-արևելյան ստորոտին 1400 մետր բարձրության վրա։ Այստեղ ձմեռները միշտ էլ երկար են ու սառը, սակայն այս տարվա ձմեռը հատկապես դաժան է։ Գազ չունեցող գյուղի համար ամենամեծ փորձությունն այս ամիսներին տունը տաք պահելն է։ Մարդիկ ստիպված են ապավինել միայն փայտին։ Սա ինչ ասենք այս կլիմական փոփոխությունն էլ է, սա իզակի դեպքեր է տարին։ Անցյալ տարի իսկի ձինել չենք տեղի։ Հա, առաջներում ես ասենք իմ ջոյի երեխա վախտավորը դպրոցական տարիներին այս ձևի ձինել է։ Բայց դրանից հետո շատ տարիներ, օրինակ այս 20-25 տարի մենք այս ձևի ձին չենք տեղել։ Ձնի համար սա նորմալ է, ինչքան ձինն առատալում բերքն էլ է շատելում, եւ ձին չինում բերք էլ չի լում։ Նայած մարդի օրինակ ես իմը հերիք չի, բայց հեսա օրերը ես ձունը վեկենակ գնանք կբերենք էլի, անտարը մոդիկ, հետո այգի ունենք, այգեն ուծնենք հավաքում, ես գյուղի ներքև այգի ունենք, ես էլ ունեմ 5000 մետր տիվում եմ, հետո բաղչո ես շատ բաղչա ունեմ, ես լրիվ իմնա, մի սուրու ծառ ունեմ, 4-5 տարի երիկա եթե ուրիշ տեղից չբերեմ։ Սառնամանիքի պատճառով պարոն Ռոմիկը հավերին փակած է պահում, բայց ամեն դեպքում Պագդյան հաշշերտից մաքրել պետք է, այնպես որ առավոտից այդ գործով է զբաղված։ Հա ձունա մաքրում ենք էլի, հա Չիկո ջան։ Հա, նենց որ դժգոհելու չկա, ով էլ դժգոհմանա կյանքում միշտ բողոքական է։ Հայ ազգը այն ազգն է, որ լավն անես ասմախի արին, վատն անես ասմախի վատն արին։ Նենց որ Ես այնքանով չեմ բողոքավոր, որ ես գիտակցում եմ աշխատող մարդը պետք է ապրի, բանը ապրում է, աշխատող մարդը, ինչից պետք է բողոքեմ, լայնից մի հատ դուք հարցրեք, ինչից բողոքեմ, ես էլ կարող եմ բողոքել ու շատ բան գտնեմ, բայց որ տանը նստածել եմ, սովածել եմ, ումից բողոքեմ,
Թե ումից բողոքեմ։ Այսօրով պետք է բերի ինձ հաստա։ Լավ է։ Ինքը բողոքել չունի ամբողջ կյանքում թեկուզ եւ բարձր լեռնային ու վարելահողեր չունեցող գյուղում է ապրում, բայց ասում է վատ չի ապրում։ Այստեղ բոլոր պայմանները կան անասնապահությամբ զբաղվելու ու լավ վաստակելու համար, ասում է։ Մնում է աշխատող ձեռքեր լինեն։ Այն մարդը, որ ասում է այսօր չեմ կարող ապրեմ կամ աշխատանք չկա, նախելքի պակաս, ախելքի սոված է, թե չէ սով չկա այսօր։ Ես այսօր տարիքս արդեն թոշակ եմ մի տարի, բայց գնում աշխատում եմ։ Ինձ համար հարց չկա, նենց որ չեմ ասում, ինձ մար եմ աշխատում, բայց ձյունը ամեն օրվա եկածը որ հվակվի, պետք է հետագայում ավելի բարդանա։ Կաճաճկուտ գյուղն արտագաղթող բնակավայր է դարձել։ Այստեղ անբնակ տներն ավելի շատ են, քան դեռևս բնակելիները։ Գյուղում մնացած ընտանիքներն էլ կարծես հարմարվել են հոգսաշատ առօրյային, ավելին սիրում են իրենց գյուղը, անտեսում դժվարություններն ու փորձում անել հնարավորը, որ գյուղում դրական առումով ինչ-որ բան փոխվի։ Կաթի ու կատնամթերքի շուկայական գնի վայրիվերումները, վառելիքի թանկացումն ու այլ խնդիրներ իհարկե բարդացնում են անասնապահությամբ զբաղվողների գործը, բայց այդ կերպ ընտանիք կերակրել հնարավոր է, ասում է պարոն Վարդգեզը։ Թրջում չենք, բայց այդքան էլ դες դախլես կոտում չենք, ճարենք թե չճարենք։ Ոչխարը կտրացրի ոչխար չեմ պահում, որովհետև կոմակ չունի, տղես քուրփաթը վակել գնաց Ռուսաստան, կարող Արթուրին ճնանչեիք։ Այս երկու տարի աստի չի, գնում գալիս է, բայց ինքը քուրփաթը հետ է Ռուսաստան։ Կաճաճկուտն, ինչպես նշեցին, գազաֆիկացված չէ, իսկ վառելափայտի ձեռքբերման դժվարությունն ամեն տարի սրվում է։ Վարդան պապը փայտի ձեռքբերման դժվարությունից ելնելով ձմռանը տեղափոխվում է քաղաք, հիմա գյուղում է, քանի որ մի քանի օրով որդին Ռուսաստանից է եկել։ Ասում է գյուղում տարիներով ոչինչ չի փոխվում, միայն այս տարի մի քանի մետր ասֆալտ են փռել ու խաղահրապարակ կառուցել։ 50-60 մետր ասֆալտ են, բարախ է, մի թեև կան է, եթե չգիտենք։ Դե աղի նման ապրենք դող։ Սովետական տարիների հիշում ու երանի է տալիս նաև Լուսիկ տատը։ Գեղա էլի, ոչ բան կա, ոչ գործ, քուրփաթը մնացել լալեն է, աշխատանք չի կա, որ աշխատի, աղջիկ ջան։ 40,000 եմ առնում աղջիկ ջան, համ փետ եմ առնում, համ հաց եմ առնում, գեղի հիմա անի գործանի, ժողովրդն աշխատի, ապրի, էդ կուզեմ։ Ռուբիկ պապին հանդիպում են գոմը մաքրելիս, գյուղի բարձրադիր մասում գտնվող իր տուն միայն ամենագնացն է հասնում, իսկ այս եղանակին ոչ միշտ։ Սարի ու գյուղի կիսաքանդ ու վտանգավոր ճանապարհներով խոտ տեղափոխելն ու անասուն պահելն էստեղ հերոսության նման մի բան է, ասում է պապն ու շարունակում դժգոհել նաև թոշակից։ Սա պետություն չի։ Այարզվեց մեր թոշակով գլի։ Մանչում էլ չեն գոնյա։ Դեդինը մտնեն։ Երազվեց մեթով, ինը չիմ թնգացնում, մի պաչկա պապիրոզը 7-800 դրամա դարրել։ Գոնա թոշակ, բոշակ, մի բան ավելացնի, անընդհատ մենակ թնգացնում, էդ ուր այք է։ Կաճաճկուտում ապրելը հեշտ չէ, այստեղ երիտասարդները չեն տեսնում իրենց վաղվա օրը, քանի որ հնարավորությունները սահմանափակ են, անասնապահությամբ զբաղվելը դժվար, իսկ կենցաղային խնդիրները բազմաթիվ ու չլուծված։ Այդ ամենի հետևանքով գյուղը տարեցտարի դատարկվում է, տները փակվում են, իսկ ձյան մեջ կորած այս բնակավայրը ավելի ու ավելի է հիշեցնում ծերանոց։ Մնում են հիմնականում տարեց մարդիկ, որոնք կապված են հողին ու իրենց անցած կյանքին, բայց միայնակ են մնում իրականության դեմ։ Եթե պետությունը շտապ ու նպատակային քայլեր չձեռնարկի գյուղը փրկելու համար, Կաճաճկուտը կարող է վերածվել ևս մեկ լուռ կետի քարտեզի վրա, հիշեցնելով այն գնի մասին, որ վճարվում են անտեսման ու ուշացման որոշումների համար։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Կաճաճկուտից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։